Ապրիլի 17-ին Հրազդան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությանը քաղաքացիական պայմանագրի թեկնածու Սասուն Միքայելյանը մոտ 2000 ձայնով պարտվել է գործող հանրապետական քաղաքապետ Արամ Դանելյանին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության փոխնախագահ Լերանա Ազարյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրենք կատարել են իրենց տրված խոստումը եւ պահել են հրազդանցիների ձայները։ Մեր մրցակիցը անազնիվ է գործել եւ ընտրակաշառք է բաժանել։ Դա անհերքելի փաստ է, եղել են 10,000-ից մինչեւ 50,000 ընտրակաշառք եւ բնականաբար դա ազդեցություն ունեցել է ընտրությունների արդյունքի վրա։ Իսկ ինչու եք դուք ընդունում կեղծված ընտրությունների արդյունքները։ Որովհետեւ մենք ընտրատեղամասում կարողացել ենք ապահովել գաղտնի քվեարկության հնարավորություն եւ ընտրողը գալով ընտրատեղամաս տեսել է մեր ներկայությունը այնտեղ եւ կարող էր քվեարկել այնպես, ինչպես նա կցանկանար, անկախ նրանից, թե ինչ ազդեցության գործոններ են եղել նրա վրա ընտրատեղամասից դուրս։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը, ով Հրազդանում համակարգել է դիտորդների գործունեությունը, նկատում է, որ ընդհանուր առմամբ նախկին ընտրություններում արձանագրված խախտումները շարունակվել են նաև այս ընտրություններում։ Օրինակ մենք վերջերս սկսել ենք փորձ կատարել նաև ստորագրած ընտրացուցակները դիտարկել, որպեսզի փորձենք իմանանք Հայաստանում չգտնվող մարդկանց, օրինակ ընտրում են նրանք, թե մասնակցում են ընտրության, թե չէ, ինչպես գիտեք, ընտրացուցակները չի հրապարակում, մենք փորձում ենք այդ ճանապարհով ինչ-որ բան կարել։ Ինչպես սահմանադրական փոփոխությունների ժամանակ դեկտեմբերի 6-ին, այնպես էլ այս անգամ կրկին խոչընդոտներ են ստեղծել մեր դիտորդների համար, որպեսզի ցուցակներին ծանոթանան։ Ականատես եղանք նաև քրեորեն պատժելի արարքներին։ Եղան բազմաթիվ դեպքեր, երբ լրագրողներին ժամը երեկոյան 8-ից հետո փորձում էին խոչընդոտել մուտքը տեղամաս, թեև ներկայիս օրենսգիրքը արդեն 5 տարի գործող օրենսգիրքը այդ արգելքը հանել եւ ժամը 20:00-ից հետո կարելի է թե մտնել թե դուրս գալ ընտրական տեղամաս, բայց ոչ ոստիկանությունը, ոչ տեղամասային հանձնաժողովների նախագահները ըստ էության տեղյակ չէին այդ նորմից եւ համատարած խոչընդոտում էին, խանգարում էին, որը միասին ոստիկանությունը հանձնաժողովների նախագահների հետ միասին